ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության, Երևանի քրեական վարչության և ՀՀՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ պարզել են 3 նոյեմբերի 17-ին Երևանում շինարարների 25 հասցեում գործող ՎՏԲ բանկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակում կատարող ինքնությունը ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի Պաշնջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ. Գագիկ Շամշյանի տեղեկություններով նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում գողության համար և 3 արդեն նա Բագրատաշանի անցակետով լքել է Հայաստանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում, զինված անձ ներխուժել էր շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ, դեպքի վայր էին ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի խմբերը։ Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, ՍՏՀԿ բանկի մասնաճյուղից հափշտակել էր խոշոր չափի գումար ու դիմել փախուստի։ Հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը։ Դեպքի փաստով քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քրեական վարչությունը հազանգ է ստացվել Աբովյան բժշկական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ դանակահարության հետևանքով Աբովյան բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Կոտայքի մարզի քրեական ոստիկանության ծառայողները վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին երկրորդ վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում և ժամանելով դեպքի վայր, այնտեղ և հարակից օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են առնանման հետքեր։ Դեպքի մասին Կոտայքի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն և սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կատարողների ինքնությունները ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածը 24-ամյա Սարգիս Զ. է։ Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Երասխ Եղեգնաձոր ավտոճանապարհին Տիգրանաշենի ոլորաններում ջիպ Կոմպաս մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Վետի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Հակոբյանը և Վրեժ Ապերյանը։ Վթարի փաստով ԲԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն քննչական կոմիտեի
Արարատի մարզային քննչական վարչության պետի քննչական բաժին Գագիկ Շամշյանի տեղեկություններով վարորդի եւ ուղևորը ամուսիններ են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 24-ամյա Վալեր Ներսիսյանը եւ 25-ամյա Կրիստինա Նևիդիմովան։ Ժամը 13:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Թումանյան եւ Սայատնովա փողոցների խաչմերուկում փախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 68-ամյա Գուրգեն Պ-ի վարած Մերսեդես Մակնիշի եւ 53-ամյա Սոսխի վարած Մերսեդես Մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեքենաներից մեկը կողաշրջվել է, հայտնվել կանաչ գազոնում բախվելով ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։ Դե տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 13:50-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ջոկատի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարդարյանի գլխավորությամբ։ Մինչ հրշեջների ժամանումը նշված փողոցի տներից մեկի շոգեբաղնիքում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Պարզվել է, որ այրվել է Աբովյան փողոցի թիվ 16 տան տարածքում գտնվող շոգեբաղնիքի տանիքի մոտ 15 քառակուսի մետր տարածք եւ գույքը։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, դասակի հրամանատար Սահակ Գաուսյանի եւ օրվա պատասխանատու հերթապահ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նայիրիի բաժնի հերթապահ խումբը բաժնի պետ Սուրիկ Ճանիկյանի գլխավորությամբ։ Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժացներ չկան։ Բնակիչների հայտնածով կրակը բռնկվել է էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով։ Այդ տեղեկությունը ճշտվում է։ Ժամը 10:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Վահենան իր վարած Մերսեդես Մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցից դեպի Ազատության պողոտը ընթանալիս փախվել է բազալտե եզրաքարին եւ գլխի վայր շրջվելով հայտնվել երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժացներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների երթապահ խումբը տեղում մեկ հոգնի օգնություն է ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը եւ տեղում իրականացրել հերթապահություն։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովսեփ Հովհաննիսյանն ու պարեկ Արթուր Թևոսյանը։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են նաև վարորդի հայտնած տեղեկությունը այն մասին, որ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ ստեղծել է վթարային իրավիճակ, ապա հեռացել է դեպքի վայրից։